Բարև ձեզ, շարունակում ենք խոսել VLAN routing-ի մասին։ Այս դասում մենք կդիտարկենք մյուս տարբերակը, սխեման համարյա նույնն է։ Ես այստեղից ջնջել եմ նախորդ router-ը, հա, բերեք նորից անեմ, так, այսպես, delete։ Գալիս ենք այստեղ, network devices եւ ավելացնում ենք նոր router։ Այս անգամ մենք ունենալու ենք երկու ինտերֆեյս։ Առաջին ինտերֆեյսը թող լինի սա, հա, գրենք fast ethernet 03, որը պատկանելու է ուրեմն VLAN 10-ին, եւ մյուսը դա այսպես fast ethernet 04-ն է, այն պատկանելու է VLAN 20-ին։ Հիմա ինֆորմացիան VLAN 10-ից գալու է այստեղ, այս access port-ին, այնուհետև fast ethernet 03-ով, որը նույնպես պատկանելու է VLAN 10-ին, գալու է router, հա։ Router-ը տենալու է destination-ը, ուղարկելու է այս port-ին, քանի որ destination IP-ի հասցեն գտնվում է այս ինտերֆեյսի վրա, գալու է այստեղ fast ethernet 04-ի վրա, switch-ը տենալու է, որ այն fast ethernet 04-ի վրա է, որը պատկանում է VLAN 20-ին, VLAN tag է ավելացնելու եւ ուղարկելու է այս ինտերֆեյսից դուրս, tag-ը դուրս արդեն շպրտելով, հա, այսպես VLAN 10, այսինքն մի ինտերֆեյսը պատկանում է VLAN 10-ին, մյուս ինտերֆեյսը պատկանում է VLAN 20-ին։ Բերեք գանք CLI, այսպես, enable, հա, conf t, առաջին ինտերֆեյսը fast ethernet interface fast ethernet 03-ն է, switchport mode access, հա, switchport access VLAN 10։ Այսինքն fast ethernet 01-ը եւ 03-ը պատկանում են VLAN 10-ին, տալիս ենք exit։ Այնուհետև interface fast ethernet 04 switchport mode access switchport access VLAN 20, տալիս ենք end vrm, հա, պահպանում ենք մեր կոնֆիգուրացիան, բերեք նայենք show running config, ահա տեսնում եք, որ interface fast ethernet 01-ը եւ fast ethernet ուրեմն 03-ը, կներեք, սա նախորդ կոնֆիգուրացիանը մնաց է, մենք պետք է այն ջնջենք configure terminal interface fast ethernet 03, տալիս ենք no այս հրամանը, հա, որպեսզի ջնջենք, մենք այն հրամանը, որը կատարել ենք, դեմը ավելացնում ենք no, տալիս ենք end եւ show running config, տեսնենք, VLAN 10-ին պատկանում է fast ethernet 01-ը, fast ethernet 03-ը, fast ethernet 02-ը, որը նայում է PC-ին, պատկանում է VLAN 20-ին եւ fast ethernet 04-ը, որը նայում է router-ին։ Հիմա պետք է կարգավորենք մեր router-ը, так, այսպես անենք, մի քիչ սա մեծացնենք, սա բերենք այստեղ, հա, այսպես, որպեսզի տեսանելի լինի ինտերֆեյսները, no, ուրեմն, config enable, հա, configure terminal, բերեք անուն տանք hostname r1, interface fast ethernet 00, no shutdown, միացնենք, տեսեք այստեղ կանաչ լույսը վառվավ, label-ը մի քիչ խանգարում է, որպեսզի տենանք fast ethernet 00-ի label-ը, տանք IP address, IP հասցե 10.10.10.1, այսինքն այս համակարգչի default gateway գտնվում է այստեղ, որի ինտերֆեյսը, որը կապված է switch-ին, պատկանում է VLAN 10-ին, 255.255.0, տալիս ենք exit, interface fast ethernet 01, no shutdown, տեսնում ենք, որ այս ինտերֆեյսը նույնպես միացավ, տալիս ենք IP հասցե, IP address 10.20.20.1, 255.255.255.0, այս դեպքում sub ինտերֆեյսներ չկան, քանի որ արդեն մենք ֆիզիկապես երկու ինտերֆեյս ենք սենց ասած կցել switch-ին եւ նրանք պատկանում են տարբեր VLAN-ներին, մեկը VLAN 10-ին, մյուսը VLAN 20-ին։ Հիմա բերեք փորձենք ping-ը, սենց անենք, մեծացնենք desktop command prompt եւ ping, մի հատ default gateway-ին տանք, տեսնում ենք, որ այն հասանելի է, մյուսը տանք 20-ին, 20 եւ որն էր սա,
20 թե սխալ ենք տվել այսպես հա տեսնում եք որ ինգը գնաց այսինքն այստեղից մենք կապ ունենք այստեղ մեր տրաֆիկը այսինքն բերեք սենց անենք սենց դատան հա որպեսզի պատկերացնեք գալիս է այս ինտերֆեյսից այստեղ access port-ի վրա fast ethernet 01-ի switch-ը տենում է որ այն պատկանում է ուրեմն VLAN 10-ին այստեղ tag է ավելցնում VLAN 10 սենց այն պետք է դեթա default gateway-ի վրա այստեղ քանի որ մյուս ինտերֆեյսը որով նա պետք է դուրս գա fast ethernet 03-ն է switch ուղարկում է այստեղ հանում է VLAN 10-ը դատան ուղարկում է router-ին fast ethernet 03-ի վրա այստեղ router-ը նայում է որ source-ը այս ուրեմն IP-ն է destination-ը այս IP-ն է հա 10.20.20.20 նա տենում է որ այդ IP-ն գտնվում է այս ինտերֆեյսի վրա ուստի դատան ուղարկում է այս ինտերֆեյսով քանի որ ինչը այս ինտերֆեյսից մտնում է router-ի մեջ switch-ի մեջ այն դառնում է արդեն VLAN 20-ի ինֆորմացիա switch-ը VLAN 20-ը դնում է քանի որ այստեղ արդեն destination-ը calculation-ը եղած եւ գիտի որ այն գտնվում է այստեղ այդ ինֆորմացիան դուրս է գալիս fast ethernet 02-ից հա արդեն switch-ը VLAN 20-ը հանում է եւ դատան փոխանցում է այստեղ այսքանը այս դասի համար հուսով եմ ամեն ինչ հասկանալի է սա VLAN-ների routing-ի մյուս տեսակն է երբ switch-ից երկու տարբեր access ինտերֆեյսներ կամ տվյալ դեպքում ունենք մեկ այսինքն երկու VLAN եթե լիներ 3 VLAN պետք է 3 ինտերֆեյս լիներ եթե լիներ 4 ինտերֆեյս այստեղ encapsulation.1q-ն չենք նշում քանի որ կա առանձին ինտերֆեյս տվյալ VLAN-ին եւ այս պորտերը կոնֆիգուրացված են access-ի տակ հուսով եմ ամեն ինչ հասկանալի է շնորհակալություն